Այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում բյուջետային են ծրագրերի եւ այն բանաձևերի միջոցով, որը կառավարությունը ընդունել է։ Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր դրել եւ ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետեւ մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատությունները իրենց սիրած գործով զբաղվելով իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնեն եւ ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։ Պետական բյուջեի ծախսային տողը, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի փողը, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք, աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի եւ դրանում ներառեցինք նաեւ տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու երեխաներին մարզից մարզ տեղափոխելու համար։ Հոգեվոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ ամենատարբեր դեռ լրագրող եղած ժամանակներից ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ դվել եւ տարբեր ժամանակներին բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ։ Չգիտեմ, բանի ճգնաժամի բյուջե, յետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում եւ չեմ կարող շղթել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաեւ անհրաժեշտ կենցաղային պայմաններ։ Բայց ես ուզում եմ նաեւ մի արձանագրում անել, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Առիթ ունեցել եմ նաև կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, որ իհարկե շատ կենցաղային օրինակով, եթե մարդը ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է։ Պատկերացրեք լավագույն ձևով կառուցված եւ նորոգված առանձնատուն։ Եվ մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ։ Արդյոք դա բավարար է, որ նա համարվի բարեկեցիկ։ Բացարձակապես բավարար չի։ Որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը հազար ներողություն չունենալ կոյուղի օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ ջրամատակարար, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ էլեկտրական
հոսանք, լավ հիմա արևային ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը հələ բան անենք, բաց թողենք, չնայած այդ էլ հանրային ենթակառուցվածք է։ Եթե մարդ այդ տանը ամեն օր առավոտյան ուտումը սև խավիար, կեսօրին, չգիտեմ, կարմիր խավիար, երեկոյան եւ կարմիր եւ սև խավիար, եւ այդ տնից դուրս է գալիս։ Եվ այդ տնից դուրս գալու համար պետք է 1.5 մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետեւ հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ։ Կամ եթե մարդը ինքը իրան այս իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ, ուրեմն մենք պետք է մի հատ ստուգենք բարեկեցության այդ ընկալումը։ Սա ինչի համար եմ ասում, ինչ կապ ունի սա հարգելի գործընկերներ բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ։ Իսկ կապը հետևյալն է, որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքը ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար։ Շատ ավելի կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր այդ նույն մարդկանց ընտանիքի եւ անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումը առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։ Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ երբ որ արեցի ազգային ժողովում, մի քիչ էլ երևի սպոնտան, հաջորդ պահին լարվեցի, երբ որ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք, ինքը իր կյանքի եւ բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց, ավելի արմատավորվեց այդ միտքը եւ դա դարձել է համոզմունք։ Ի վերջո եկեք հասկանանք Հայաստանի Հանրապետությունում չկա գետ մի քաղաքացի, անկախ սոցիալական եւ այլ կարգավիճակներից, չկա գետ մի քաղաքացի, որը ինքը իր ընտանիքի բարեկեցության ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ Հայաստանի պետական եւ տվյալ համայնքի համայնքային բյուջեն է ծախսում։ Եվ հետեւաբար, հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, ըմբռնենք խորությամբ, որ չափազանցություն նրանում, եւ որ ասում եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաև մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, եւ այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետքա փոխվի, ֆունդամենտալ ձևով պետքա փոխվի, որովհետեւ կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն, կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Սա ընդ որում այս թվարկումը ժամերով շարունակենք, կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ, կա հարկ, կա լուսավորություն, չկա հարկ, չկա լուսավորություն, կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն, կա հարկ, կա անտառ, չկա հարկ, չկա անտառ, կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։ Հիմա հա անսպառ է, բառից բուն իմաստով անսպառ է։ Հիմա այն ինչ որ չկա, ինչի պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։
Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա։ Եվ դրա համար էս է պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ։ Եվ վերջին շրջանում, որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեն գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, ողջ, հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանում, մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Հասկանում եք։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղ ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղղակի քայլելու տեղ է եղել։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեզ անհրաժեշտ է այս ամեն ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետք է ձևավորել հարազատություն։ Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից։ Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է։ Չենք կարող։ Ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող տենց խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք։ Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը ա իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։ Մենք պետք է հասկանանք ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար եւ ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետեւ ուզում եմ ելի ընդգծել եւ դրանով թերևս ամփոփել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի։ Եվ հետևաբար որևէ բանի տեղի ունենալը սկսած մարդկանց ամուսնությունից,
ասենք որ դա նաև որոշակի համակարգ է, որը գրանցում է ամուսնությունները, բայց ելի եմ ասում, պետք է ճանապարհը լինի, չէ՞ որ մարդիկ հարսանիք անեն, չի լինի այլ կերպ։ Եվ հոսանք պետք է լինի, ջրամատակարարում եւ այլն, էլ բան չանեմ, չպարզաբանեմ։ Եվ հետեւաբար մեզ պետք է ձևավորել, ես չի ասի կոնսենսուս։ Ես կասեի, որ ըմբռնում, թե ինչպես, որտեղ եւ մենք պետք է ինչ չափով մենք պետք է հարկեր վճարենք, բայց որպեսզի այդ ըմբռնումը ձևավորվի, նախ պետք է արձանագրել, թե այդ հարկերը ինչի համար են։ Ես կանխատեսում եմ, որ այս քննարկումից հետո նաև հետևյալ մի արձագանքն է լինելու, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևատրումները եւ այլն, ես այսօր առավոտ հատուկ հանել եմ այս քննարկումից առաջ, խնդրել եմ ֆինանսների նախարարությունը տա տեղեկատվություն, եւ երբ որ ես խոսում եմ 238 միլիարդ աշխատավարձի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը այդ ամեն ինչի մեջ փոքր են 5%-ից։ Պետական կառավարման համակարգի այդ բոլոր մեծադղիրդ պարգևատրումները եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ելի եմ ասում, եթե օրինակ ամբողջ պետական այդ շահարկումները որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամ։ Պատկերացնեք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ, բայց այդտեղ կա մի նրբություն։ Այդ աշխատավարձ, այդ թոշակը, որը այդ համակարգին աշխատավարձ չտալով կարելի էր 1500 դրամ բարձրացնել, ենթադրենք, մարդը ստանում է հիմա 30000 դրամ թոշակ։ Ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական հիմնարկներ, պետական համակարգը աշխատավարձ չի ստանում եւ դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանալ 31500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որտեվ հրճակված կլներ, բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն։ Լավ, երկրորդ ամիսը գոյություն ունենալ, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար։ Որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պետք է մտածեր։ Թույլ տալիս է, որ իրանք առանց աշխատավարձի աշխատեն, թե թույլ չի տալիս։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ մաղթում եմ մեզ, ձեզ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության հաջող եւ արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում այդ քննարկումների արդյունքներ պետք է ի վերջո մենք ուրվագծենք, թե ինչ արդյունք ենք ուզում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ավելի լավ պատկերացումներ, ինչպես կարող ենք ունենալ ավելի շատ եկամուտներ պետական բյուջե եւ ինչպես կարող ենք մեր ծախսերը դարձնել առավել արդյունավետ, առավել հասցեական, որպեսզի այդ ծախսերը առավել արդյունավետ ծառայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը, բարեկեցությանը, երջանկությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։